խաղաղության թեզը, ասում է խաղաղություն, մենք չլինենք խաղաղություն կլինի։ Ես ուզում եմ հասկանամ վերջ մեզ ինչ եք առաջարկում։ Ցմահ ձեզ ղեկավար պահենք, զմրսենք, ինչ անենք, լուրջ ոնց կլինի, դուք չլինեք, եթե վաղը ձեր այդ բան պատահի, ինչ է լինելու այդ խաղաղության հետ։ Վերջանում է խաղաղությունը, արևը, ջրի փայլը, երեխաների ժպիտը, հա, ամեն ինչ վերջանում է, ձեզնով, աշխարհը սկսե որ ձեզնով վերջանում է, իսկ իրականությունը գիտեք որն է, որ ձեր հայտարարած խաղաղության դարաշրջանում Հայաստանում ամերիկյան համալսարանը հայտարարում է, որ իրեն թիրախավորման վտանգի պատճառով դասերը առցանց են անելու։ 8 տարի ղեկավարել եք, հավակնում եք լինել երկրում ամենաշատ ղեկավարած թիմը։ Ինչի համար։ Լուրջ եմ ասում, չեմ նախանձում, հանգիստ եղեք։ Հիմա ինչի համար։ Այս քաղաքացիներից քվե։ Անդադ քանի անգամ եք գալու նույն մանդատը խնդրել քաղաքացիներին ու չանել ոչինչ։ Ձեզ խաղաղության մանդատ չեն տվել, այդ պողպատյա մանդատ չէիք խնդրում, բա ինչ արեցիք այդ։ Այդ պողպատյա մանդատով քանի պատերազմ ու բան վերեցիք հարձակում Հայաստանի վրա։ Քանի հատ հարձակում եղավ։ Այդ որ ասում եք ես չլինեմ գնամ, դուք գաք պատերազմ կլինի։ Էլի մեկը կար 98-ին նույնն էր ասում։ Ոնց եղավ, որ հետո եկանք 10 տարի Հայաստանի ամենախաղաղ ժամանակը եղավ։ Ու ոնց եղավ, որ խաղաղությունից ամենաշատ խոսող ձեր ժամանակ եղան ամենաշատ պատերազմները ու հարձակումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ միջև հիմա խաբել են, ձեզ իսկապես չեն ասել այն, ինչի համար իրենք գալիս են իշխանության, քվե են խնդրում եւ հավակնում են ձեզ ղեկավարել։ Ձեզ ասել են այսինքն մի բան, արել են 180 աստիճան հակառակը, բայց այս մեկը տարբեր է։ Էլ չեն թաքցնում։ Արդեն բաց ուղիղ են ձեզ ասում։ Մարիա Կարապետյանը ասում է, որ այս ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են։ Ալեն Սիմոնյանը ասում է, որ մեր երաշխավորը Ադրբեջանն է ու չի հասկանում տեղ ընդհանրապես ինչ խնդիր կա։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, շատ ուղիղ են ձեզ ասում, ինչի մեջ է ձեր ընտրությունը։ Շատ ուղիղ են ձեզ ասում։ Ու դուք շատ լավ պիտի հասկանաք, որ այս իրավիճակում չգնալ ընտրությունը նշանակում է այո ասել այդ ծրագրին։ Գնալ ընտրության ՔՊ-ին ձայն տալ նշանակում է այո ասել Ալիևի սահմանադրությանը։ Նշանակում է այո ասել, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի։ Այսինքն այս մարդիկ, բացի հանցավոր լինելուց, ձեզ բոլորին դարձնում են հանցակից։